Պատրաստվում եք արդեն ուսումնական տարվան։ Գնումներ արել եք։ Անում ենք։ Ինչ կարող եք ասել այս տարի գները ինչպիսին է, հարմար են, հարմար չեն։ Թանգոտ էր։ Սառոշկաններն արդեն 6000, 5000։ Ինչ ասեմ։ Էտա հարմարվում ենք։ Չի հերիքում։ Միշտ էլ պարտքով, միշտ էլ վարկով տենց ենք յոլագնում։ Թանկ է, բայց դե մի կերպ կարողանում ենք տեղավորվենք։ Ճիշտ է, ամեն մեկին հասու չի, չես կարա։ Դե կան, գնային տատանումներ կան, պարզա։ Ամեն մարդ իր հնարավորության չափով իր երեխուն ճանապարհելու է, ուզած թե չուզած։ Կան աստիճաններ կան, որոնք միշտ ցանկանում ենք լավը առնենք, բայց ամեն մարդ իր հնարավորության սահմաններում։ Բայց եթե ուզենաս 2 ձեռ ուզես, թե չուզես 2 անգամ 2 հապտի փոխնորդ առնենք։ Մի 70000 երևի։ Բոլորի գրպանին հարմար չի, բայց դե հարմարվում ենք, էլ ինչ անենք։ Պարտադիր է, որ ամեն ինչ նոր լինի, ինչ է կարծում։ Դե որպես սեպտեմբերի 1 պարտադիր է։ Երեխեքին ասես լավ են ուզգում։ Դե մերը ուրիշ հատուկ դպրոց է, այնտեղ մենք ոչ մի բան չենք վճարում, ոչ մի բան չենք անում։ Գրքերն են իրանք տալիս, տեսրերն են, սակ։ Փոքրս է մանկապարտեզը։ Մենակ մենք հագուստն ենք հոգում ու վերջ։ Դա արդյոք մատչելի է եւ որակի առումով եւ գնի առումով։ Նորմալ, հարմար է։ Չեմ կարող ասել, ամեն տարի նույն գները ծախսվում է, թե գրենական պիտույքներին, թե հագուստին։ Նույն գներն է, փաստորեն զեղչված է, էլի թանկ մի երեխա եմ ճանապարհում, համարյա 150-ից 200,000-ի սահմաններում, այսինքն գրենական պիտույքներն էլ հետ է, որ ամբողջովին երեխան դպրոց հաճախ է։ Կեսրով պայմաններում հետ հասու է արդյոք գրպան։ Ոչ, ինչ աշխատավարձի չափը չի համընկնում գնումների հետ։ Ինչպես եք հասցնում, բավականացնում։ Հասցնելը ստիպված ենք, ուղղակի դրսից եթե օգնություն չլինի, Հայաստանի պայմաններում չեն կարող։ Դժվարությունով, բայց պատրաստվում ենք։ Ուրախ ենք, որ երեխաները դպրոց են գնում։ Մենք էլ պատրաստվում ենք, էլի։ Բավականացնում է գումարը։ Դե չի բավականացնում էս վիրավիճակում, այսօր դիոլա տանիք ինչ անենք։ Դիների առումով ինչ կարող եք ասել, թանկ են, էժան են։ 30-40,000 մենակ շորի ենք նախատեսել։ Մատչելի է այսօր պայմաններում դա։ Ոչ, դժվար է շատ այդ կան գումարը աշխատելը, բայց թե ինչ անենք երեխա են։ Ստիպված ենք։ Չէ, ես նվերներ եմ առնում թորնիկներիս համար։ Հիմնական գնումները իրանց մաման ու պապան են անում։ Քանի թորնիկ ունեք դպրոցական։ 3։ Ինչքան է մոտավոր պետք է նրանց դպրոց ուղարկելու համար։ Ահագին շատ։ Մանր-մունր բաներ են, բայց ահագին մեծ գումար է կազմում։ Դեռ մեկ առաջին է գնում, մյուսը նախակրթարան, հələ գումարներ այդքան չեմ ծախսում գրքերի, մնացած բաների համար։ Պասիվա, շատ պասիվա։ Շատ անտրամադիր ենք, իսկան ապրանքները բերել ենք թափել, բայց շատ պասիվա, այնքան էլ պարտքեր ենք արել, ստեղից ընդեղից, չգիտեմ։ Հատկապես թե մի երկու դպրոցականը ստիպված ծնողները առնում են, գալիս են, ես կողքից լսում եմ, իջեցրու գինը, իջեցրու։ Այս տարի ավելի ակտիվ են դպրոցականների։ Այո։ Անցած, նախանցած, այս տարի զգում ենք, որ շատ պասիվ է, չգիտեմ։ Միջին հաշվարկներով ինչքան անհրաժեշտ երեխային դպրոց ուղարկելու համար։ Դժվար հարց է, չեմ կարող պատասխանել։ Մոտավորապես երևի մի $150 կարգի։ Այսօր պայմաններում դա արդյոք հասու է ծնողների գրպան։ Իհարկե ոչ, բայց ճարահատված անում ենք։ Կարծում եմ գրենական պիտույքները մի փոքր թանկացել են, ընդհանուր նորմալ։ Ինչ ակտիվություն կա այս տարի դպրոցականների հետ կապված։ Գալիս են, բայց ասենք հիմնականում նայում են, գնում են, ոչ բոլորին է, ասենք այդ գները հասանելի, բայց ոչ վաճառողն է մեղավոր, ոչ էլ գնորդը։ Նենց որ մի տեղից մի բան ավելի մատչելի գնում են, գտնում են։ Բարձր են այս տարի գները նախորդ տարվա համար։ Չի ասի թե բարձր են, բայց ամեն անգամ էլ ասենք նույն այդ բանի առաջ կանգնում են, էլի ասենք, սաղ ընկճված, քաշում են երեխեքի ձեռքերից, ասեմ, դե որ ասում եմ, մի անգամից լացում են երեխեքը,
Էս են ուզում, մամայի փողը չի բավականացնում, են մի բանի նա տանում են, էլ չեմ հագնելու ասում է։ Շատ տխուր պատկեր է։ Այսքան բան։